70-ամյա Այաթոլլա Ալիռեզա Արաֆին այն գործիչն է, որն Իրանում ստանձնել է երկրի գերագույն հոգևոր առաջնորդի գործառույթները Այաթոլլա Ալի Խամենեի մահից հետո։ Արաֆին շիա հոգևորական է, իսլամագետ եւ քաղաքական գործիչ, որը երկար տարիներ ձևավորել է Իրանի կրոնական կրթական համակարգը։ Նա ծնվել է Քոմում, երկրի հոգևոր կենտրոնում եւ համարվում է պահպանողական իսլամական դաշտի ազդեցիկ ներկայացուցիչներից։ Տարիներ շարունակ դասավանդելով Քոմի հոգևոր սեմինարիայում, Արաֆին միաժամանակ ղեկավարել է Ալ-Մոստաֆա միջազգային համալսարանը, որը համակարգում է աշխարհի տարբեր երկրներից Իրան եկած ուսանողների իսլամական կրթությունը։ Նրա գործունեությունը կարևոր դեր է խաղացել Իրանի հոգևոր կրթական համակարգի վերակազմավորման եւ իսլամական արժեքների տարածման գործում միջազգային մակարդակով։ Որպես Սահմանադրության պահապանների խորհրդի անդամ նա ներգրավված է եղել երկրի օրենսդրական վերահսկողության եւ քաղաքական համակարգի կայունացման գործընթացներում, համադրելով կրոնական ու պետական ազդեցությունը։ Միևնույն ժամանակ Արաֆին հանրային դաշտում փակ եւ զուսպ գործիչ է։ Հազվադեպ է հարցազրույցներ տալիս կամ հանդես գալիս հրապարակային ելույթներով։ Խամենեի մահից հետո իր առաջին հայտարարությունում Արաֆին ընդգծել է Իրանի անկախության պահպանումը, խոսել պատասխանատվության եւ վրեժխնդրության մասին, ակնարկելով կոշտ եւ սկզբունքային գիծ արտաքին քաղաքականության մեջ։ Նրա ղեկավարությամբ սկսվող անցումային շրջանը դիտարկվում է որպես լուրջ փորձություն թե Իրանի ներքին քաղաքական հավասարակշռությունը պահպանելու, թե հոգևոր իշխանության իրավահաջորդությունը ապահովելու առումով։ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարների մեծ մասը սպանված է։ Միացյալ Նահանգներ Իսրայել գործողությունների հիմնական նպատակը Իսլամական Հանրապետությունը գլխատելն էր։ Դա նրանց հաջողվել է։ Բացի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեից, զոհվել են նաև ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, միջուկային գործի պատասխանատու Ալի Շամխանին, ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Աքբար Վելայաթին, Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Աբդոլռահիմ Մոսավին, բանակի հրամանատար Ամիր Հաթամին եւ այլք։ Ինչպես է անցումային այս փուլում Իրանն ընտրելու իր առաջնորդներին։ Գլխավոր շտաբի պետը, ԵՀՊԿ գլխավոր հրամանատարը ուղիղ նշանակվում են հոգևոր առաջնորդի կողմից։ Պաշտպանության նախարարին ներկայացնում է նախագահը եւ հաստատում է Իրանի գլխավոր գերագույն հրամանատարը, իսկ պաշտպանության խորհրդի քարտուղարին նույնպես նշանակում է Իրանի հոգևոր առաջնորդը։ Սակայն այստեղ կա մի մեծ բաց։ Երկրի գերագույն հոգևոր առաջնորդը զոհված է։ Իրանի Սահմանադրության 111-րդ հոդվածի համաձայն ձևավորվելու է անցումային խորհուրդ, բաղկացած երկրի նախագահից, դատական համակարգի եւ Սահմանադրության պահապանների խորհրդի անդամներից։ Երկրի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին արդեն հայտարարել է, առաջնորդը շուտով կընտրվի, իսկ մինչ այդ կձևավորվի առաջնորդական նոր խորհուրդ, կամ այսպես ասած, բանիմացների խորհուրդ։ Բանիմացների խորհուրդը այդ խորհուրդն է, որ ընտրվում է ժողովրդի կողմից, ուղղակի եւ գաղտնի քվեարկության արդյունքում եւ մեկ օրակարգով ասպարվում չճշտել գերագույն առաջնորդին, այսինքն անդը ճշտել գերագույն առաջնորդության համար։ Բայց այս պահին դեռ այլ հայտարարություն չկա, թե երբ է հրավիրվելու փորձագետների ժողովը։ Սակայն ըստ տարածվող տեղեկությունների Ալի Խամենեին հոգ է տարել իր իրավահաջորդի ու երկրի նոր ռազմաքաղաքական ղեկավարության մասին։ Նաև շրջանառվում էր Ալի Լարիջանի անունը, ով լինելու էր համակարգողի դերում այդ ժամանակահատվածում, այսինքն դեռ չպետք է բացառենք, որ հնարավոր է Ալի Լարիջանին այս ընթացքում իրականացնի համակարգողի դեր, մինչև որ կհրավիրվի փորձագետների ժողով եւ նրանք էլ կընտրեն երկրի նոր հոգևոր գերագույն առաջնորդ։ Իրանագետ Էմա Բեկիջանյանի կարծիքով նոր հոգևոր առաջնորդի ընտրությունը վաղ տեղի չի ունենա։ Մինչև երկրում խաղաղություն չհաստատվի կամ առնվազն որոշ չափով հրադադար չլինի, դա տեղի չի ունենա։ Ամեն դեպքում երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ընտրությունը կախված է նաև մի քանի սցենարներից, կարծում են իրանագետները։ Օրինակ, երկրի տարբեր հատվածներում զանգվածային բողոքի ակցիաների առաջացումը կամ հոգևոր առաջնորդի բացակայության պայմաններում Իրանում պետական համակարգի փոփոխությունը։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։